Սպասված ակցիայի ձյան համակարգից։ Փոխարինեք ձեր 5 նոր առավել ժամանակակից եւ խնայող կաթսայով։ Մանրամասները easyrsystem.am։ Պարոն Ռուբինյան, համաձայն եմ պարոն Դանելյանն հետ, խնդրում եմ հետևեք ժամանակին, որպեսզի բոլորը հնարավորություն Ժամանակին կհետևեմ։ Այո, հենց իմին հետ կհետևեք։ Ես հասկացա Ժորժ, այստեղ խառնաշփոթ է, պարոն Մինասյան։ Խնդիրը նրանում է, որ մենք մի Սամվել Կարապետյան չունենք, մենք ունենք 3 Սամվել Կարապետյան եւ սրա մասին պետք է ասել։ Դրանք տարբեր մարդիկ են, Ժորժ ջան։ Ուրեմն մեկը ձեր կողմից մատնանշված բարերարն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երկրորդը Ռուսաստանի Դաշնությունում ապրող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող ձեռներեց եւ մի հատ է Սամվել Կարապետյան կա, որը Կիպրոսի քաղաքացի է։ Ուրեմն ոնց հասկանում ես Կիպրոսի քաղաքացի Սամվել Կարապետյանն է հիմա, որ հայց է ներկայացնելու արբիտրաժային դատարան Հայաստանի Հանրապետության դեմ։ Հիմա ուզում եմ հասկանամ, էլի, այս 3 կարգավիճակով ոնց ենք շարունակելու գնանք առաջ, օրինակ այդ հայցը ոնց է կոչվելու, բարերարն ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Չէ, իրոք էլի մենք տարեք հասկանանք, ումն է հեծա, ում ներդրումն է, ռուսականն է, Կիպրոսից է, Կիպրոսում Ժորժ ջան, նենց եմ ուզում Կիպրոսի գործընկերներին հարցնեմ, էլի պարոն Կոնջյան, բարեկամության խմբի ղեկավար եք, մենք հարցրեք, էլի, տենց լուրջ ընկերություն կա էլեկտրոէներգիայի ոլորտում ձեր մոտ աշխատող։ Ժորժ ջան, չի կարելի sense բան ասել։ Հա, Տիգին Գրիգորյան ջան, Նիկովին շատ հարգված։ Այդ որ ասում եք 50 տարով չի բարձրացնելու, ասում է գինը չի բարձրացնելու Սամվել Կարապետյանը, դա մատնանշեք որ Սամվել Կարապետյանն է ասել, ռուսաստանցի Կիպրոսին թե հայաստանցին։ Մեկը մի հատ հարցել է, ժողովուրդս լավ է հեծի վիճակը։ Բախի է 100% բաժնետոմսերը հիմա գրավադրված վարկի դիմաց։ Խե գրավադրված, Արլիսում կամ փաստաթղթերը։ Ես այստեղ կդադարեցնեմ, Պարոն Ռուբինյան, ցույց տալու համար պետք է ժամանակին ավարտել։